Եթե, ապա, սկզբունքով վարչապետը հանդիպման է կանչում ամենայն հայոց կաթողիկոսին։ Եթե ընդունի այդ օրակարգը, Փաշինյանն ուզում է, որ կաթողիկոսը ընդունի եկեղեցու բարենորոգման ՔՊ-ի օրակարգը։ ես այս ամբիոնից հանդիսավոր կերպով ասում եմ, որ ես կնստեմ եւ իր հետ կքննարկեն ամենայն հարգանքով այդ օրակարգը։ Հայաստանի կառավարության ղեկավարն ասում է, հարգանքով կվերաբերվի նաև, երբ հայ առաքելական եկեղեցին ժողով հրավիրի ու հայտարարի, հրաժարվում են կուսակրոնությունից։ Եվ ես երբեք չեմ ասել, որ մերոնքականներ եւ ձերոնքականներ։ Ես ասել եմ նրանք, ովքեր ընդունում են, որ խնդիր կա եւ պետք է լուծվի, եւ նրանք, ովքեր ժխտում են։ Ես անկեղծ եմ ասում։ Սա համարել հետքայլ կաթողիկոսին հեռացնելու ծրագրից։ Իր հաջորդ հայտարարությամբ Փաշինյանը ցրում է այդ տպավորությունը։ Հայաստանի Հանրապետությունը կարա օրենք ընդունի, ասի գիտեք դուք այս կանոններով պետք է ապրեք Հայաստանի Հանրապետությունում։ Փաշինյանը ծրագրել է մի քննիչ հանձնաժողով էլ եկեղեցու համար հրավիրել, զեկույց հրապարակել ու կապ չունի, որ Հայաստանի մայրօրենքով կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից, ինքնավար են, իսկ խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքը արգելում է միջամտել եկեղեցու ներքին կյանքին։ Հիմա կառավարությունը ամենաուշ մի ամսվա ընթացքում Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցում հաստատված ճգնաժամի մասին զեկույց կհրապարակի։ Եվ ես առաջարկել եմ ազգային ժողովում քննիչ հանձնաժողով ստեղծել, այդ բոլոր փաստերը քննել եւ արդյունքում ընդունել օրենսդրական փոփոխություններ։ Վարչապետն ուզում է հարկային դաշտ բերել հոգևորականներին, դրա առավելություններն է թվարկում, կօգտվեն առողջության ապահովագրությունից, եկամտահարկի վերադարձից։ Լսեք, այսօր քահանաները աղքատության են մատնված, չքավորության, գիտեք ինչի։ Որովհետև բան գիտեք, եկեղեցում են լավ տեղեր կան։ Այնտեղ որտեղ համայնքը մեծ է, ասենք խեղճ ու կրակ լիքը քահանաներ ուղարկվել են, սարի ծերին գտնվող մի հատ եկեղեցի, որտեղ ամսվա մեջ 15 հոգի գնա, յա չգնա։ Ոչ մեկ չի հետաքրքրում, այդ մարդը սոված է, առողջ է։ Հոգևորականների համար խիստ անհանգստացած Փաշինյանը խաղի է վերածել կաթողիկոսի անուն տալ-չտալը, նկատում են ընդդիմադիրները։ Այսօր անկեղծ ասեմ, Ռուբեն Ռուբինյանը վկա։ Ասում է, ԱԺ երեկվա նիստից հետո, երբ ուժեղ Հայաստան խմբակցությունը բոյկոտեց ու հեռացավ դահլիճից կաթողիկոսին Ավազանի անունով կոչելու համար, որոշել էր ոչ թե կտրիչ Ներսիսյան ասել, այլ Գարեգին Բ։ Մեկ էլ ասի կարող է ԿՊ-ն սկսի ասել եմ Եվ վստահաբար կսկսեր։ ԱԺ նախագահը կարծես հրահանգ է տալիս, գործի են անցնում, ձեռքերը հարվածների համար զգաստ պահած ՔՊ-ականները։ Ուզում էի ասեի Գարեգին Բ կամ ուրիշ ավելի ձևակերպումներ, որ եւ ասեի հարգելի ընդդիմություն, որպես կարմիր գորգ, այս արտահայտությունը փռում եմ ձեր ոտքերի տակ եւ վերադարձեք խորհրդարան, դել չթողեցին որ ասեմ, էլ չթողեցին որ ասեմ։ Մինչ այդ ասել էր ԱԺ նախագահը, որ պարբերաբար հարգանք է պահանջում ու հաճախ էլ խախտում բարեկրթության իր սահմանած կարմիր գիծը, նկատում են ընդդիմադիրները։ Լորդ Վոլենդեմորտն է դարել այդ մարդը, Դարթ Վեյդերն է դարել այդ մարդը, դա նորմալ չի։ Ռուբինյանը կաթողիկոսին համեմատում է Հարի Փոթեր եւ Աստղային պատերազմներ ֆիլմերի բացասական կերպարների հետ, հայտարարում, ինքը ավելի բարոյական է, քան Գարեգին II-ը։ Ինքը ոչ միայն լավ հոգևորական չի, ինքը լավ մարդ չի, եւ դա մեծ պրոբլեմ է։ Ընդհանրապես պրոբլեմ է, որ ես ավելի բարոյական մարդ եմ, քան կտրիչ Ներսիսյանը։ Չեք կարծում։ ՔՊ-ն չէր թշնամանա կաթողիկոսի հետ, եթե վեհափառը համաձայներ փակել հայկական Արցախի էջը, պնդում են ընդդիմադիրները։ Հիշեցնում, եկեղեցու դեմ արշավը սկսեց այն պահից, երբ կաթողիկոսը Ժնևում Արցախի պատմամշակութային արժեքների պահպանման հարցը բարձրացրեց։ Ուզում եմ մի հատ պարզ հարց տալ։ Այդ բոլորը որ պահից եք սկսել հասկանալ։ Երբ որ կաթողիկոսի հետ սելֆիներ եք անում, երբ որ մայր տաճարի բացմանը, վերաբացման կամ օծման արարողությանն եք մասնակցում, այդ ժամանակ չգիտեիք, թե երբ որ հրամանը եղել է Ադրբեջանից, այդ նույն պահից սկսեցիք այդ ամեն ինչով զբաղվել։ ՔՊ-ականներից բացի մեկ էլ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը Ալաշուքյուր Փաշազադեն է քննադատել ամենայն հայոց կաթողիկոսին։
Ասել է Գարեգին երկրորդի հետ հանդիպելը իրեն արժանի քայլ չի համարում, քանի որ ամենայն հայոց կաթողիկոսը հոգևոր առաջնորդ լինելուց բացի քաղաքական դեր է ստանձնել։ Ճիշտ նույն ՔՊԱ-ականների խոսույթն է, ընդգծում են ընդդիմադիրները։ Արփիս Քեսյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Կառավարությունը կրթությունը հայտարարել եւ ընկալում է որպես